հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։ Օրինակ մի ձեռքով քանի հոգու կարող ես տապալել կամ օրինակ այս սեղանի վրա, որ ես նստեմ, կարող ես բարձրացնել մի ձեռքով։ Դու շփոթել ես քո կողքին ոչ թե Սիլվեստր Ստալոնը նստած կամ Շվարցենեգերը, այլ Տիգրան Հարությունյանը։ Ինչի դու ուժեղ չես։ Ուժեղ չես։ Հա ինչ։ Ուժը իմ խոսքի մեջ է։ Բայց էլ ինչում կարող է կայանալ ուժը։ Մեկի խոսքն է ուժ, մյուսի կամքն է ուժ։ Մյուսի կամքը։ Մյուսի բռունցքն է ուժ։ Իրականում։ Էլ ինչ ուժեղ տեսակ կա։ Հասկանանք այսօր։ Հասկանանք։ Դիմավորենք առաջին հյուրին։ Այսօր առաջինը մեզ է միացել Եվրոպայի բասկամարտի առաջնության հնգակի, աշխարհի բասկամարտի առաջնության քառակի չեմպիոն եւ աշխարհի բասկամարտի կրկնակի գավաթակիր Սարգիս Ստեփանյանը։ Ողջույն Սարգիս ջան։ Բարև ձեզ, ես նույնպես ուրախ եմ հրավերի համար։ Ես հպարտ եմ, որ ես ձեր հայրենակիցն եմ եւ ես պարզապես ուզում եմ հասկանալ որտեղից է այդ ուժը։ Որտեղից եք վերցնում։ Այդ ուժը ունեցել եք թե հետագայում ինչ որ կերպ, ինչ որ ձև ձեռք եք բերել։ Այ ասեք։ Տեսեք, արդեն հայի տեսակը, հայի գենը ամեն ինչ ասում է ուժեղ լինելու համար, բայց ամենակարևոր ուժը, ես կարծում եմ դա հոգեբանորեն ուժեղ լինելն է, հոգով ուժեղ լինելն է, որովհետև երբ հոգիդ կայուն չեղավ, ներդաշնակ չեղավ, հավատացեք ֆիզիկական ուժը ոչինչ կլինի։ Այդ դրանք պետք է համատեղությամբ լինեն։ Իսկ այդ հոգեբանորեն ուժեղ լինելը կարծում եմ գալիս է մեր գենից, հայ տեսակից ու ես մի բան եմ հասկացել, որ վիրավորվելուց հետո, երբ հաշմանդամություն եմ ձեռք բերել, իրավունք չունեի ընկճվել, իրավունք չունեի կոտրվել, որովհետև հասկանում էի, որ տղա երեխաների հայր եմ եւ իրենց իմ օրինակը դեռ շարունակական ուժեղ օրինակս պետք էր, որը պարտավորեցրել է ինձ ավելի ու ավելի ուժեղ լինեմ, ավելի ու ավելի հաղթանակներ կերտեմ։ Հաճախ մենք լսում ենք ուժեղ մարդ այս բառը կապակցությունը։ Ըստ ձեր աչքերով ով կարող է համարվել ուժեղ մարդ, ով է ուժեղ մարդը։ Գիտեք, ուժեղ մարդ պետք է իմ կարծիքով ուժեղ մարդ համարվում է այն մարդը, ով ապրում է նախ առաջինը ճիշտ, ապրում է որակյալ, պիտանյա իր լինում հայրենիքին։ Այդ դրանք է ուժեղությունը կարծում եմ։ Իր քայլերով, ինչ բնագավառում էլ որ լինի սպորտային աշխարհում, կլինի մշակույթում, չգիտեմ, կլինի բիզնես ոլորտում, երբ որ հստակ կայուն քայլերով իշավ մեր երկրի գնում է առաջ, այդ դրանք բոլորը ուժի խորհրդանիշ են կարծում եմ։ Այսինքն ամեն մեկս մեր դերում, մեր տեղում ճիշտ քայլերով պետք է ուժեղացնենք մեր երկիրը ու դա այս նաև մեր ուժի ներկայությունն է, ցուցադրումն է։ Այ համառությունն ու պայքարը։ Հայ մարդու, հայ տղամարդու։ Ինչի՞ չէ, կնոջ համար է։ Այ ինչ է, դա պարտադիր պայման է, թե պայքարը ու համառությունը կարևոր չի, մի հատ ուրիշ բան է պետք, մեկ ուրիշ բան, որը մարդուն հանի այդ ստրեսային վիճակից։ Գիտեք, դա շատ նորմալ է, որ ձախողումներից, չստացված կյանքում այդ անհաջողություններից մարդ կընկճվի, իր մոտ փոփոխություն կլինի, կյանքի շատ նորմալ է։ Տարբեր բարդությունների են լինում, իմ պարագան, մեր տղաների պարագան մի փոքր ուրիշ է, որովհետև մենք գիտակցորեն մեր ծառայողական պարտքը կատարելիս վիրավորվել ենք եւ ձեռք ենք բերել հաշմանդամություն։ Գիտեք, ամենակարևորը այստեղ մարդու գիտակցությունն է, որ ինքը իրեն կարողանա ղեկավարել։ Բայց եղել է դեպքեր, որ ես ինքս առանձնացել եմ, գնացել եմ ինչ-որ միտեղ նստել եմ, ինքս իմ հետ զրուցել եմ, մենակությունն օգնել է։ Փորձել եմ մեղավոր գտնել Աստծուն, Աստծու հետ եմ խոսել, ասել եմ՝ «Խի Աստված ջան, երեք վերջույթ, գոնե ձեռքս լիներ», ասում էի՝ «Խի Աստված ջան, տեսնում եմ անպիտաններ դրսում փողոցներում, որ ոչինչ չեն անում իրենց երկրի համար, բայց իրենց ոչինչ չկա, խնդիր չկա, այո, հա։ Ես ոնց որ ուզում էի մեղավոր գտնել, ուզում էի, չգիտեմ, հետո բայց դա տևում էր հաշված րոպեներ, վայրկյաններ, որտեղ շուտ սթափվում էի, ասում էի, այս նույն հաջողությամբ կարա
ձախ ձեռքսել չլիներ, նույն հաջողությամբ կարա նաև կյանքս չլիներ ու հասկանում էի, որ եթե ողջ եմ մնացել, Աստծո կամքով ես մնացել եմ ողջ, ուրեմն անելիքներ ունեմ, ուրեմն պետք է չընկճվեմ, ուրեմն պետք է իմ օրինակով, իմ դրսևորումներով մարդկանց կյանքում ինչ-որ բան դրական դեպի փոխեմ։ Սարգիս, արդյոք այստեղ կա վիրավորանքի նոտա, այ վիրավորված լինել կյանքից։ Գիտեք, ես կարծում եմ դա մարդու մեջից է գալիս, երբեմն ասում են հաշմանդամություն ձեռք բերեց եւ ինքը չարությամբ լցվեց, չէ, բայց այտենց չի։ Իմ կարծիքով ստացվեց ինչ-որ բան կյանքում լցվեց։ Ուրեմն իր մեջ դա եղել է թաքնված, այդ հաշմանդամությունը կամ այդ չստացված կյանքի դրվագը բացահայտել է իր այդ տեսակը։ Ես այդպես եմ։ Այսինքն չան մարդիկ ամեն դեպքում դա երջանիկ եւ դժբախտ լինելու իմ կարծիքով, հա, դա բան չի, որովհետեւ կապ չունի։ Դու ես վիճակում ես հայտնվել, քո հոգին պետք է խաղաղ լինի, դու պետք է ապրես այդ կյանքը։ Չէ, ի վերջո հաշմանդամությունը դա դատարկ չի։ Այո, դու չպետք է նեղվես, մեղավորներ փնտրես դիմացինիդ մեջ, ինքը կարողանում է սանել, ես չեմ կարողանում անել, չարությամբ լցվես, դժգոհությամբ լցվես, դա թերարժեքության կոմպլեքս բարդույթ լինում է, թե չէ։ Ես մի բան գիտեմ, որ ցանկացած մարդ դիմացինի իր հայրենակիցի մարդու հաջողությամբ պետք է կարողանա ուրախանալ։ Կա, դա էություն է, դա տեսակ է, ոչինչ չես կարող դրա դիմաց անել։ Այսպես որ պետք է ուրախանաս հաջողությամբ, որտեղ այդ հաջողություններն են հաջողություն բերել։ Ով է հանդիսանում որպես բարձրացնող եւ օգնող կինը, երեխաները, ընկերները։ Ձեզ համար դա ով է եղել եւ ով պետք է լինի մարդու կողքին։ Միգուցե մարդ մենակ միայնակ պետք է հաղթահարի։ Միանշանակ օգնության կարիք զգում ես, երբ հայտնվում ես այդ վիճակում, իմ պարագայում այդ ամենամեծ ուժը, ամենամեծ օգնությունը ես ստացել եմ իմ ընտանիքից։ Ընտանիքից։ Այո, իմ կնոջից, երեխաներից, իմ ծնողներից, որովհետեւ իրենց ներկայությունը իրենց հավատալը ինձ շատ բարձունքների է բերել։ Իմ կինը բավականին շատ ուժեղ անձնավորություն է, որովհետև երբ հոսպիտալում ես պարկած էի, ինքը այդ վիրակապելն էր նաև ինքը անում, ես խնդրում էի, որ քույրերը չանային, ինքը աներ, այդ ամեն ինչը տեսնում էր, դեռ բերքերը բաց էր, կարված չէին, հաղորդման վերջում ես լուսանկարներ ցույց կտամ, որ տեսնեք, դա հրապարակելու չի ուղղակի, ինքը շատ սառնասրտորեն, շատ ուժեղ, ամեն ինչ խնամում էր, այդ հոգատարություն էր ցույց տալի, այսինքն ինքը ուժեղ է եղել եւ ուժեղ էլ մնացել է։ Կարելի ասել, որ ինքը ձեզանից ուժեղ է։ Միանշանակ, դա չի քննարկվում, հա, միջև անգամ երբ վերակենդանացման բաժնում պարկած էի, մի անգամ կատակով այնտեղ ասում է, կինս Արմինեն ասում է, որ բանը ես կոչումով մայոր եմ, մի կոչում բարձր եմ Սարգիսից կոչումով մայոր եմ, այն ժամանակ ես կապիտան էի կոչումով, բոլորը հավատացել էին այդ քույրերը, աշխատակիցները հոսպիտալի, ամբողջ հոսպիտալում տարածված էր, որ Արմինեն Սարգիսից ավելի բարձր կոչում ունի, զինվորական բան, այր այդ բանով, բայց ինքը տենց մի գրքում էր կարդաց այդպես բան, որ միշտ կինը մի կոչումով բարձր է լինում տղամարդուց, ամուսնուց, այդ տենց կատակ էր արել ու այդպես տարածվել էր։ Սարգիս, ինչ փոփոխություններ կրեց շրջապատը, հատկապես ընկերական շրջապատը։ Գիտեք, փոփոխություններ կարող է շրջապատը կրել, բայց կարծում եմ այդ ամենը գալիս է օրինակ իմ պարագայում ինձանից։ Ժամանակին, երբ նոր էի վիրավորվել, 90-ական պատերազմի տղաներ ինձ ասում էին, վիրավոր տղաներ ասում էին, Սարգիս ջան, դու մեր հետ ընկերություն արա, հեսա բոլոր ընկերներդ գնալու են, մենք ենք լինելու քո կողքին, մեր հետ դուր առ, մի խոսքով, կապը մեզ հետ ավելի շատ բայ, զարմանում է իրենց այդ մտքի վրա, ասում են, ինչ են խոսում այս տղաները, ոնց գնալու են բան։ Այսօր իմ շրջապատը երևի 100-ապատիկ մեծացել է, ավելի մեծ, չգիտեմ, մարդկանց հետ եմ շփվում տարբեր բնագավառի
Ես մի բան գիտեմ, որ դա գալիս է մեզանից, եթե Դուք մենք թելադրեցիք, որ իրենք եթե ես իմ ընկերոջը իմ կողքը չպահեմ, բնական է իմ ընկերը կգնա։ Եթե ես ցույց տամ, ես փոխվել եմ կյանքը, ես ուրիշ ձև եմ սկսել մտածել, կաշկանդվեմ, փակվեմ, խեղճանամ, միգուցե իմ ընկերները ինձ միշտ տեսել են ուժեղ, ոմանք կմնան որպես խղճահարույց, կասեն դե նեղության մեջ է կողքի լինենք, չթողնենք, ոմանք գնան, բայց իրենք տեսնում են, որ իրենց ընկերոջ մոտ ոչինչ չի փոխվել, հակառակ ավելի մեծ գործունեություն անում, ավելի մեծ հաղթանակներ ակյատում։ Այնպես որ ամեն ինչ գալիս է մարդուց, որ եթե մենք ուզում ենք լինենք մեր դիրքում, մեր տեղում, հավատացեք, ոչ մեկ եւ չի։ Այն չեք կարծում, որ դուք լինեիք ավելի, այսպես ասած, լացող տեսակ։ Կան չէ՞ տղամարդիկ, որ անընդհատ բողոքում են, եղբայր լավ չի, գտա։ Այդ ձեր կողքին այդ ժամանակ ինչ որ մարդիկ կմնային, թե կխոսափեին։ Ինձ համար անընդունելի է այդ այն մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամություն եւ ուզում են ուշադրություն գրավել խղճահարույց արարքներով, դրսևորմամբ, իմ համար անընդունելի է եւ ես շատ կոշտ եմ նաեւ արտահայտվում այդ նման մարդկանց հետ։ Ասեմ ավելին, որ ամբողջ իմ թիմը, մեր ֆեդերացիայի թիմը, մեր հաշմանդամություն ունեցող մեծ այդ ընտանիքը, բոլորը նույն գաղափարի շուրջ են։ Որովհետև ես իրենց ասել եմ երբեք ինչ պարագայում է լինեք, ձեր ցավը ցույց մի դրեք։ Դու քո մեջ պահի։ Ու դա ճիշտ է։ Դուք ակամա թելադրում եք մարդիկ կան մի փոքրիկ ոտքա անդամատված ծնկից ներքև բան, փայտերով իրենց կոտորելով քայլում են, որ sense կողքից նայեն այդ հայացքը, բան խղճահարույց, վայս ինչ այլ է, նման ուշադրություն են սպասում։ Մենք մեր արարքներով, մեր դրսևորմամբ, մեր սոցցանցերում հրապարակած նյութերով միայն ոգեշնչման, հումորային, առողջ մարդու մտածելակերպ վարող մարդու ներկայությամբ ենք հանդես գալիս։ Ինչպես եկաք այս գիտակցմանը, ինչը ձեզ օգնեց։ Գիտեք, առավել եւս այսօր դա անհրաժեշտ, որովհետեւ մենք չպետք է թույլ տանք, որ մեր հայրենակիցները, մեր ժողովուրդը մեզ ընկճված տեսնեն։ Առավել եւս այսօր, որովհետեւ մենք ունենք բավականին մեծ կորուստներ եւ կորուստների վրա եւս մեկ ցավ ավելացնելով կարծում եմ ավելի սխալ կլինի։ Հակառակ իրենք պետք է տեսնեն ժպիտով մեզ, իրենք պետք է տեսնեն մեզ մեր բնակավարներում հաղթող, նվաճող, ձեռք բերող, որովհետեւ դրա կարիք այսօր առավել եւս կա։ Ընկերությունից ենք խոսում քիչ առաջ եւ այս պահին ընկերություն ասելով ով է ձեր մտքին առաջինը գալիս եւ հիմա եթե հնարավորություն տրվի ում կզանգահարեք հենց մեր եթերում ընկերներից դուք մտածեք իսկ հարցը կուղենք մենք մեր Սերոփին զանգել լավ Սակ ջան Սերջան պրիվետ ոնց ես լավ ախպերս ոնց ես նորմալ փարքասուն ինչ եք անում պարապմունք եք անում Այդտեղից ռազմիկայում ելն սոշիալն է, հա, լավ, ապեր, չէ, լավ է, մի հատ հարց եմ տալի, հաջան ասա, ուշադիր լսի, գթալը պատարակաղի թշնամի թե ընկեր, թշնամիա թե ընկեր, Գթալը պատարակաղի թշնամի թե ընկեր։ Գթալը պատարակաղի էլի հավաք պահամա էլի չի պահամ թշնամի Լավ էլի Լավ Սերջան լավ ախպերս Էլի հակառակն է Ողջունում ենք ձեզ իհարկե այս պահին Սարգիսը մեր հյուրն է Լույսը Վարերի տաղավարում է գտնվում։ Շնորհակալ եմ հետաքրքիր պատասխանի համար։ Այո, եւ մենք պարզապես այսպես պարտադրեցինք ինչ որտեղ, որ զանգարի եւ ձեզ ուղի ես հումորային հարցը։ Լավ մնացեք։ Օգնեցիք, հասկացանք ով է պատարակաղը գթալի համար հանդիսանում։ Շատ լավ Սերջան, լավ ախպերս։ Շնորհակալ ենք, տեսնենք դիմավորենք մեր այսօրվա հաջորդ ուժեղ հյուրին։
միացավ եւս մեկ ուժեղ մարդ, WKN MMA կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ձեզ անվանում են անկոտրում տեսակ, շատ ուժեղ տղա, չեմպիոն, չգիտեմ, այսպես էպիթետներ, որը շատ հատուկ է ըստ երևույթին ձեզ եւ հետաքրքիր դուք մանկուց եք այդպեսին եղել, թե ընթացքում կոփվել դարձել եք այդպեսին։ Մանկուց եղել եմ, բայց դե ընթացքում մարդուն առավել եւս սպորտսմենին ինչն է ուժեղ դարձնում, այդ ճանապարհը, որ ինքը անցնում է, իսկ այդ ճանապարհը հեշտ ճանապարհ չի, որտեվ դու տարբեր փորձությունների միջով ես անցնում, վնասվածքներ, ու եթե вообще ոչ միայն սպորտում, այլ կյանքում մարդ ունի կամքի ուժ, ինքը իր ուզածին հասնում է։ Ինչ էլ ուզում է լինի։ Իսկ իմ մոտ ուղղակի շատ են այդ դժվարությունները եղել, թե առողջականի հետ կապված, թե ուրիշ բաների հետ կապված, բայց դե փառք Աստծո 30 տարի սպորտի մեջ եմ։ Բազմաթիվ հաղթանակներ եմ ունեցել ու չնայած այսքան վնասվածքների չեմ փոշմանել, որ ասես ծանր ճանապարհ եմ անցել։ Ես նախ ձեզ եմ բերել, նվիրեմ, այս համ կարատեի մասին է, համ MMA-ի մասին է, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, այնտեղ ամեն մի նկարը, ամեն մի նկարը իր պատմությունն ունի, իր դժվարությունները ունի ու թե կարատեում, թե MMA-ում, ես MMA-ն 2023 թվականից եմ մասնակցում, 8 մարտ ունեմ, 8-ն էլ հաղթել եմ։ Վենի Վիդիվիչի եկատեսը հաղթեցի, հա, կարգախոսը։ Իսկ ես նաև հանդիսանում եմ Հայաստանի կարատեի միության հիմնադիրը, այսինքն 19 թվին ես եմ հիմնել, մեր Հայաստանի կարատեի միությունը ներկայացնում է Հայաստանը WKF, ինքը շատ ուժեղ վարկած է կարատեի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, բայց քանի որ ես դեռ գործող մարզիկ եմ, մենք ունենք ֆեդերացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, ոնց որ կա, էլի։ Ինչ վերաբերվում է, որ բժիշկները չեն թողում, դա վաղուց ինձ չեն թողում, արգելում են, որպեսզի ես շարունակեմ, որտեղ մեջքիս հետ, ողնաշարի հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունեի ու ունեմ, վերջի 7 տարվա ընթացքում 5 վիրահատություն, երկաթներով հավաքած մեջք, բայց այս վերջի մարտը, որը որ տեղի ունեցավ մարտի 28-ին, էլի տենց ռիսկի գնացի, բայց փառք Աստծո հաղթեցի, այս տարել էլի տարբեր թե կարատեով, թե MMA-ով մրցաշարեր կան։ Դե չեմ կարում, էլի անկեղծ չեմ կարում սպորտը թարգեմ, որտեվ Իսկ հետևանքների մասին, օրինակ մտածում եմ, որ կարող է դա լինի վերջի բոյը, օրինակ վերջի մարտը Աստված մի արաստ է, բայց նման վիճակում։ Դե, բայց դե մարդ կարա առողջ լինի, մտնի, բայց դա լինի իր համար վերջի մարտը։ Չի կարա, էլի, որ ասում են մեկ-մեկ մարդիկ զարմանում են, ասում են, «Վայ, բա ոնց է այդքան վնասվածք է ստացի»։ Ախր ոնց չի կարա, էլի մարդ սպորտսմենը հասնի լուրջ հաջողությունների ու իր օրինակ քիթը կոտրված չլինի։ Այս ձեռքս 20-ից ավել անգամ ջարդած է 98 թվից։ Եթե ուշադիր ձախ ձեռքս ավելի մեծ է, քան աչքս։ Այնքան է ջարդվել, այսինքն բոյ ես կպնում, հակառակորդդ ուզում է քեզ խփի դու իրան։ Այսինքն հոգեբանորեն դու պատրաստ գնացել ես փառք Աստծո Եվ պատրաստ եք ամեն ինչի։ Հոգեբանորեն միշտ էլ պատրաստ եմ եղել ոչ միայն սպորտում, այլ նաև կյանքում ամեն ինչի։ Այդ կյանքում քեզ համար ուժեղ մարդը ով է առասարակ։ Իմ համար կյանքում ուժեղ մարդը այն մարդն է, ով որ պիտանի է իր ընտանիքին, իր ազգին, ինքը բարի է, ինքը ինչ որ լավ գործեր է անում, ոչ թե խոսում է, արեք ճիշտ է, խոսանք այսօր խոսացողները շատ են, էլի։ Լավ մարդը այն է, որ գործ է անում իր ազգի համար ու չի անում դա ռեկլամ անելու համար, անում է առաջին հերթին դա իր հոգու հանգստության համար, անում է առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր որ ունեն դրա կարիքը։ Ես ինքս 2014 թվականին եմ հաշմանդամություն ձեռք բերել, մարտական հատուկ առաջադրանք կատարելիս, կորցրել եմ 2 ոտք, 1 ձեռք, ամբողջ Հայաստանում միակն եմ, որ 3 վերջույթ չունեմ։ Ես ինքս զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտով, զբաղվում եմ, քիչ առաջ դուք ներկայացրեցիք 4 անգամ աշխարհի հաղթող չեմպիոն, 5 անգամ Եվրոպայի եւ 2 անգամ աշխարհի գավաթակիր։ Ունենք ֆեդերացիա, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա։ Ես ինքս եմ հիմնել իմ ընկերների հետ միասին 2018 թվականին եւ 2018 թվականից մենք բացել ենք Լեգենդներ մարզասրահը, Legend Gym-ը,
եւ այս վերջին 3 տարին արդեն ֆեդերացիայի որպես սեփականություն ունենք լեգենդներ մարզասրահ, երկհարկանի կառույց, նաև այդտեղ ունենք վերականգնողական կենտրոն, մեզ մոտ վերականգնվում են պատերազմի հետևանքով եւ ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած տղաները բացարձակ անվճար եւ մարզասրահից օգտվում են անվճար 14 տարեկան հաշմանդամություն ունեցող եւ բարձր մարդիկ, ովքեր ուզում են եւ պրոֆեսիոնալ սպորտ ենք զարգացնում եւ առողջ ապրելակերպ։ Անց ենք ասնում ազգային առաջնություններ, մարտի 15-ին անցկացրեցինք Հայաստանի առաջնություն պարաբասկամարտի, թվով 82 մարզիկներ հաշմանդամություն ունեցող, ասեմ ավելին, հիմա պատրաստվում ենք մայիսի 10-ից 17-ը մեկնել Հունգարիա, Բուդապեշտ, 27 մասնակցով Եվրոպայի պարաբասկամարտի առաջնության մասնակցելու, ասեմ ավելին, որ մեր կենտրոնը բոլորի համար է բաց, նաև կան մարդիկ, ովքեր հաշմանդամություն չունեն, գալիս են վճարում են, մարզվում են ու դա ինտեգրման հարց է, դա շփման հարց է, մենք ցույց ենք տալիս, որ հաշմանդամությունը դա դատավճիռ չէ, մենք ցույց ենք տալի, որ դուք ունեք ոտքեր, գնահատեք ձեր ոտքերը, մենք ցույց ենք տալի այդ չկորցնելուց հետո այդ գնահատելու սկզբունքը մեր գործնեությամբ, նաև ցույց ենք տալի, որ կյանքը ապահովագրված չէ։ Պետք է ապրես, լավ ապրես ու պիտանի լինես քո հայրենիքի։ Մենք բավականին մեծ բեռ պետության վրայից վերցրել ենք մեր ուսերին, թիմային լավ թիմի ուսերին եւ տենց պատվով կարևոր սուրբ առաքելություն որպես տանում ենք առաջ։ Գեցիկ, հարցս ուղղում եմ երկուսիդ, ուժեղ մարդը պետք է կյանքում ցուցադրի իր ուժը։ Ես դու մա խոսքը ամենաուժեղ ուժն է։ Խոսքը։ Ցավոք այսօր բոլորը խոսքը չեն, խոսքի արժեքը չեն հասկանում, բայց այսօր ես մաքսիմալ թե ոչ այսօր միշտ սա կյանքիս ընթացքում ես ձգտել եմ մարդուն խոսքով իմ ասելիքը ասեմ, գիտեք ոնց, որտեվ ուժով այդքան չես կարա տեղ հասցնես քո ասածը, ինչքան որ խոսքով։ Նախ մեկ էլ ես կուզեմ Սարգիսին ողջունեմ, ախպերս ուրախ եմ։ Նմանապես մեր բոլոր այն հերոս տղեկին, հա, ովքեր իրենց առողջություն են տվել հանուն մեր հայրենիքի, հպարտեմ, ուսես նման մարդու կողքի մա նստած եմ, ճանաչում եմ իրեն ու հպարտացել եմ միշտ իր կամքի ուժով ու հաղթանակներով։ Ձեր պարագայում դա դարձել խոսքը։ Տեսեք, ուժեղ լինելը դա ֆիզիկական ուժին չի վերաբերվում, մարդ պետք է մտքով ուժեղ լինի, մարդ պետք է գաղափարով ուժեղ լինի, մարդ պետք է հոգով ուժեղ լինի, մարդ պետք է իր մտածելակերպով ուժեղ լինի, իր դրսևորումով պետք է ուժեղ լինի, պետք է կարողանա գնահատել, պետք է կարողանա զիջողական լինել, պետք է կարողանա, չգիտեմ, ճիշտ պետք է կարողանա գնահատի կյանքը, հասկանում եք, արժեքները։ Այդ դրանք բոլորը ուժի խորհրդանիշ են։ Եթե մի քիչ կենցաղային մակարդակի բերեմ եւ ավելի շոշափելի, թաղային հեղինակություններին, Բաքվում օրինակ ինչ որ հայտնի մի տղայով ավելի լիդերությամբ է առանձնանում, ասում են ուժեղ տղա է։ Այ ինչով է այդ տղան ուժեղ։ Դա նորմալ երևույթ է, որ ասում եք, բոլորս էլ պատանեկան տարիներ ենք անցկացրել Բաքվում, շփվել ենք, հասկացել ենք, ամեն մեկս մի ձև ենք մտածել, դա նորմալ է ու շարունակական լինելու է, բայց ինձ համար ուժեղ մարդը, այն մարդն է, որ առաջինը կարողանում է հարգի իր ընտանիքը, հարգի մեծերին, հասկանում եք, ծնողներին սկսած, այ դուք ծնողներին, հասարակությանը, ուժեղ տղան պետքա տատիկին օգնի փողոց անցնի, դա հա, թե դա ուժեղություն է։ չունի թե ունի, եկեք հասկանանք։ Ինչպես այ նման մանրուքները, դետալները բնորոշում են ուժեղ մարդուն։ Դա գաղափարային ուժն է, գաղափարային մտածելակերպն է եւ թույլ մարդը երբեք չի կարող այդպես մտածել։ Ես անդրադառնամ, ես մեծացել եմ Ղազախստանում ու մենք այո 11 տարեկանից մինչև 18 տարեկան այնտեղ եմ ապրել ու մենք շատ ենք այդ կռիվներ, բաներ արել, օտար ազգերի հետ պայելով հայի ուժեղ տեսակը, անկոտրուն տեսակը, բայց հիմա ձեր հարցը մի քիչ ուրիշ է, նայեք, իմ համար ուժեղ մարդը պետք է ինքը էլ եմ ասում պիտանի լինի մարդկությանը։ Պետք է ինքը, գիտեք ոնց, այսօր ես հենց մեկ-մեկ նայում եմ,
ու 90% հա, այս շատերը ինչով են զբաղված, աննպատակ անծրագիր ապրում են։ Էլ չասեմ, հա, ինչերով են իրենց վատնում իրենց ժամանակը, ոչ մի բանով, ուղղակի, ոչ մի բանով։ Խաղում են խաղում։ Հա, չխորանանք ինչ են անում, չխորանանք, ու սենց մեկ սենց զարմանում ես էլի մարդկանց մտածելակերպի վրա էլի, որ իրանք նիոժելի չեն հասկանում, որ այս կյանքը մի անգամ է տրված ու այս կյանքը պետք է ապրել ոչ թե միայն քո համար, այլ այն մարդկանց համար, իհարկե շատերը սկսած բարեկամներից, որ դու լավ բան ես անում, դա չեն գնահատում, դա մարդու տեսակն է, անշնորհակալ չգնահատող տեսակն է, հա, բայց դե մեկը դու դա անում ես, ոչ թե որ հենց սպասես որ գնահատեն, այլ անում ես, որովհետև դու այդ բային հասկանում ես, որ դու այո, որ դու պետք է անես։ Մենք շատ բաներ ենք արել, բայց հաստատ դա չենք արել դրա համար, որ այտենց լուսաբանենք, հա, դա եղած արդեն բաներ է նախկինում, ասենց հետ գնանք 10 տարիներ առաջ եղել է, որ իմ ասենց մեր ժողովրդային լեզվով ասած իմ բերանից կտրել եմ, հա, որ մեկը գնա ինչ-որ մրցումների, հա, օրինակի համար կամ ուրիշ ինչ-որ բաների։ Դա ես արել եմ, որ հետո իմ մեջ լավ եմ զգացել, որ այդ երեխան գնացել է ինչ-որ մեդալ է բերել, ասել եմ իմ ներդրումը ունեցա, որ այդ տղեն վաղը չդառնա նարկոման, ուրիշ ինչ-որ բաներով, հասկանում եք, ու դրա համար ես շատ ժամանակ զարմանում եմ, որ սենց մենք ունենք էլի բավականին շատ մարդիկ, որ կարան նենց անեն, որ իրոք էս երկրում շատ գլոբալ բաներ փոխվի։ Մենք մեր կողմից անում ենք, բայց մենք ինչ-որ գլոբալ, ինչ-որ բաներ կարող է չկանանք փոխենք, բայց մենք էլ մեր չափով ենք անում։ Բայց նայելով ինչ է կատարվում, որ դրսից հյուրեր ունենում, գալիս են օտարազգեր, ասում мы думали, что Армения бедная страна, что здесь на каждой машина, гелик едет, там Lamborghini, Urus, то-то, ասում как, էլի бедно живете, այդ մարդուն չես կարող բացատրես, որ կամ իհատ ինչ-որ, հա, տոկոս, որ իրանք ու կուզեի, որ այդ տոկոսում այդ գտնվող մարդիկ կնենց անեն, որ ոչ միայն սպորտում, այլ ընդհանրապես էլի մենք ոնց լինի, որ գնում ես որտեվ ուրիշ փոքր քաղաքներ տենում ես այդ մարդկանց վիճակը, իրոք սիրտդ կտոր է լինում։ Դու տեսած կլնես, բոլորս էլ տեսած կլնենք։ Ուժեղ մարդ է, կողքինին կնվաստացնի, կստորացնի եւ արդյոք, չէ։ Իհարկե ոչ։ Ինչու են ասում այդ դեպքում ուժն է ծնում իրավունք։ Դելերև ուրիշ բանում է, ինձ թվում է դրա միտքը ուրիշ է, բայց եթե դու պետքա այն մարդուն, ով որ քեզանից թե ֆիզիկապես է ուժեղ, թե вообще դու նվաստացնես, դրանից լավ զգաս, ինձ թվում է առաջինը դու ինքդ ես քեզ նվաստացնում։ Որտեվ եթե դու այդպես ուժ, ինչի, հենա ուժեղ մարդիկ կան գնա հաստատվի իրանց վրա։ Այ դա է ուզում հարցնել, ուժեղը։ Ուրիշ երկրներում ուժեղից ուժեղն ով է։ Ես շատ եմ ուրիշ երկրներում լինում ու երբ որ ես տենում եմ հային է վնաս տալի։ Այնտեղ вообще են որ գժվում ես, կատաղում ես էլի, որ ուզում ես ենթադրենք մեկ վնաս տալը ֆիզիկապես վնաս տալու մասին, չէ՞ օրինակ ինչ որ նախանձը չկամենալը, եթե ուզում ես այդքան կամ որ դուխ ունես, գնա ուրիշ ազգի, իհարկե դա էլ չի ողջունվում, հա, բայց որտեղ գիտեք ոնց յուրաքանչյուր իր քրտնինքով աշխատող մարդը ինքը դա ոնց ասեմ, որ ասում է это святое, էլի нельзя этому трогать, հա։ Դրա համար ուրիշ երկրներում տենում ենք հային է վնաս տալի բան անում, հաստատ էդի համ վատ ենք ընդունում, համ էլ ձգտում ենք այնց անենք, որ չլինի էլի նման բաներ։ ուժեղ տղամարդը իր կնոջ համար ով է։ Եվ ուժեղ կինը, ինչու՞ չէ, անընդհատ տղամարդու այդպես օրինակ չբերենք, նաև կնոջ ուժը ինչու՞ն է կայանում իր տղամարդու համար։ Տեսեք, ընտանիքում կինը իր մեծ դերը պետք է նշանակություն ունենա, վերջիվերջո քո ընտանիքի, քո երեխաների մայրն է, անմիջական դաստիարակողն է, անմիջական դաստիարակ, որտեվ հայրը անընդհատ ինում է աշխատանքի, դրսերը, գործուղումներ, բան, բայց անմիջական երեխայի դաստիարակությամբ զբաղվում է մայրը։ Իսկ եթե մայրը ուժեղ չլինի, ճիշտ չդաստիարակի այդ երեխային, ամեն ինչ կկործանվի։ Դրա համար բնական է ուժեղ տղամարդու կողքը, հայ ուժեղ տղամարդու կողքը պետք է լինի նաև իրենից ուժեղ կին, որ կարողանա այդ երեխաներին ճիշտ դաստիարակություն տա, ճիշտ ուղու վրա դնի, իսկ հայր ծնողը երեխայի համար ինչ է տեսնելով, չէ, հոր արարքները, շարժու ձևը, բան ոգևորում, ասում է պապային նմանվեմ,
բայց այն անմիջական որ տալիս է, դա մայր ծնողն է, այնպես որ համատեղ այդ ուժեղությամբ է այդ ամեն ինչը ստեղծվում։ Կամո ջան, ուժեղ տղամարդը սիրում է ուժեղ կնոջ։ Ես ամուսնացած չեմ, բայց կարամ ասեմ, որ մեր ընկերը ճիշտ ասեց, որ ուժեղ տղամարդու կողքին պետք է լինի ուժեղ կին։ Գիտեք ոնց, այսօր տղամարդը դուրս է գալի այս գործով, այն գործով, ստեա ներվայնանում, ընդեա ներվայնանում ու այսօր թե տղամարդ, թե աղջիկ կան են, որ հիվանդ երևակայություն ունեցող մարդիկ չէ գոյություն ունեն։ Եթե դու պետք է գաս տուն, մի հատ էլ ընդե ներվայնանաս, էլի օրինակ ինձ օրինակը տենց կյանքում ավելավ այս մենակ մնում, կամ տենց աղջիկ լինի, լուրջ եմ Ուժեղ ասում։ կանայք ասում են ներվայնացնող են, այսպես ասած։ Ուժեղ տեսակն ունի, կայացնում։ Ուժեղ կինը պետք է ուժ տա, այլ ոչ թե ներվայնացնի։ Հասկանում եք, իր ուժից տա։ Չէ, ուժ տանի։ Գիտեք ոնց տղամարդը կարա ֆիզիկապես հոգնած լինի կամ մоральնի հոգնած լինի, բայց գա ենթադրենք այդ եմ ասում, եթե կինը ուժեղ է, ինքը պետքա տա դրական էներգիա եւ էմոցիա, այլ ոչ թե այն մնացած էներգիան էլ խլի տանի, հասկանում եք։ Ես տենց եմ հասկանում ու ինձ թվում է ոչ միայն անձնական հարաբերություն, նույնիսկ ընկերական հարաբերություններում, եթե մի հատ դու ընկեր ունես, որ միշտ տենց մենակ կարիքը քո զգալուց է քեզ հիշում, խնդիրներ ունենալուց է հիշում եւ այլն, ում է պետք տենց բան հասկանում եք, ամեն ինչ պետքա փոխադարձ լինի ու մարդիկ պետքա իրար տան այդ դրական էներգիան մեկը մյուսով։ Այո։ Սերունդների աճման կարգով, այսպես խորհուրդ եմ տալիս դիմավորել մեր հաջորդ հյուրին։ Այո, մարտով տարիներ շարունակ ներկայացել է մարզաշխարհի անցուդարձը, քիչ անց նրա հետ միասին շարունակենք թեման։ Ինչ մեզ կմիանա մեր հաջորդ զրուցակիցը, ընդմիջենք մեր այսօրվա զրույցը Վանարդիով 1 գավաթ հրաշալի գինով։ Գիտեք, հանրապետության ուժը ինչումն է նաև կայանում, հանրապետության ուժը նրա լավ արտադրանքն է, հայրենական արտադրանքը, իսկ եթե դա նաև, այո, նաև ազգային, այսպես խորհրդանիշ ներկայացող խաղողից, արևահամ խաղողից ստացած Վանարդին է, որը աշխարհում ճանաչվում է իբրև լավագույն գինի։ Դուք պատկերացնում եք հանրապետությունը ինչպես է ուժեղանում։ Մեր երկրի այցեքարտն է մեր ձեռքին Վանարդի գինին։ Վանարդի, ամեն ինչ ասված է, ուժեղ գինի։ Մեզ միացավ մարզաշխարհի ևս մեկ հայտնի անուն, Լեգենդար մեկնաբան, Հայաստանի վաստակավոր լրագրող Լուսիկ Բարսեղյանը։ Բարի գալուստ, Լույսը Վարիր տաղավար։ Կրկին ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալ ես էլ իմ ընկերներ, Ես համար մեծ պատիվ է։ եւ վերջապես ուժեղ տղաներ, այո, ուժեղ, շատ լավ։ Քանի որ տղաները արդեն պատասխանել են մեր այսօրվա հարցին, ով է ուժեղ մարդ առհասարակ, այդ ձեզ։ Ուժեղ տղան։ Սկսենք այդպես տղամարդ։ գիտեք ինչ մի բան ասեմ, իմ պատկերացումները մի քիչ ուրիշ են։ Դե հիմա մենք խոսում ենք, բայց փոխվում են ժամանակները, վարքերը, մարդիկ։ Ես ուժեղ տղա համարում եմ այն տղային, ով անմնացորդ իր գործին նվիրված է մնում։ Ես հիմա այսպես նայեմ, երկուսին էլ շատ լավ եմ, Կամոյին շատ ավելի լավ եմ ճանաչում, որովհետև Կամոյին առաջին անգամ ծանոթացել եմ սրանից 27-29 տարի առաջ է։ 97 թվական։ 29 տարի առաջ ես իր հետ առաջին հարցազրույց երբ որ անցկացրեցի եւ տարօրինակ բան կատարվեց, ինքը արծաթե մեդալ էր նվաճել Հունգարիայի Միշկոց քաղաքում Ձյոսինմոն Սորինժու բառակապակցության բարդ կարատեի ոչն է այդպես Ձյոսինմոն Սորինժու մարտավոճի աշխարհի առաջնությունում նվաճել էր արծաթե մեդալ եւ շատ դժգոհ էր ինքն իրենից։ Ես էլ այսպես նայում ասում եմ, այ մորտես երեխան մի թիքա երեխա է։ Սրա ի՞նչն է դժգոհ օրինակ իրեն։ Ես այդ տարին չհասկացա, լավ չմբռնեցի, չընկալեցի ճիշտն ասած, բայց հետո ես հասկացա, որ ես գործ ունեմ ու հիմա հպարտ եմ, որ գործ ունեմ նենց մի մարդու հետ, ով ուղղակի կասեմ, նա ծնվել է հաղթելու համար։ Այդպես լինում է չէ։ Մարդը ծնվել է Հա, միսիոներներ կան, որ այո, մարդը ծնված է հաղթելու համար։ Ես մինչև հիմա իրեն այդպես եմ ընդունում։
Ես մինչև հիմա իրեն հարազատ որդու ասեմ, փոքր եղբոր, կրտսեր եղբոր տեղ ասեմ։ Նաև հետո իր Սարգսի օրինակը լրիվ ուրիշ է։ Ես նաև իհարկե մի քիչ առաջ որ զրուցում էինք, խոստովանեցի, որ ին եզակի դեպք է, ես Սարգսին երբեք չեմ լուսաբանել։ Միշտ երկրպագել եմ, միշտ հավատացել եմ, միշտ հպարտացել եմ, բայց չեմ բան արել, լուսաբանել։ Սա տարօրինակ լինում է։ Դեռ արժևում է։ Ինչ ցավախնում, ըստ ձեզ ապրած մարդու համար էս ուժեղ տղան, որ չի ամուսնացել եւ չի կարողացել այդ ուժը փոխանցի դեռ եւս։ Բակի շատ խելացի է։ Ես ոչ մի բանից չեմ վախենում պարկասում, բայց դե իր վախը վաղուց չափած է, նա չի վախենում, ուղղակի խելացի է։ Մեկ, երկրորդը։ Եվ ասում են ինչ տղա, լավ տղա, որ կնոջից մեր տունը կար, իմ երեք զավակներից Գևորգը վերջապես անցյալ տարվա նոյեմբերի 11-ին ես դաժե բաներով եմ ասում։ Կոտրվեց։ Կոտրեցինք, չկոտրվեց։ Նա էլ ամուսնացավ 40 քանի տարեկան, բայց Կամոջան, իհարկե փորձեմ, հա, քեզ էլ կոտրելու սցենարը սկսեմ։ Ես իհարկե բան չեմ անի, շատ խելացի անձնավորություն է։ Ասմա ինքը անցել է մի քանի խողովակների մեջով, ինքը շատ լավ գիտի, ես որ ասեցի կոտրել բան, ինչ կատակի վերածեցի, բայց իրականում ինչ էլ անենք, ոնց էլ անենք, այքո տիտղոսներով կարելի է հպարտանալ, կարելի է քեզ դնել, ջահել լնեի, երիտասարդ դնել, քեզ դնեի ուսերից ման կտայի, քո տիտղոսներով, այդքան տիտղոսակիր մարդ էլի որպես, բայց դրանք բոլորը կյանքում ի վերջո անցողիկ են, հետքը մնում է անշուշտ, բայց ամուսնանալը պարտադիր է, և հետո մի ուրիշ բան էլ ասեմ, քո նման հզոր տղան պետք է զավակ ունենա, գենը պետք է աշխատի, այլապես ես գիտեմ, թե ինչքան վիրահատությունների միջով անցել։ Շատ, դուք իմացաք, իսկ ես գիտեմ դա ոնց է եղել անընդհատ ամեն անգամ եւ նման հաղթահարելուց հետո, նման դժվար ճանապարհ հաղթահարելուց հետո հիմա էլ այսօր ասեցի Կամոջան առաջիկայում ինչ ունես, մինչև տեսասրահ մտնելը ինքն էս մի արագությամբ սկսեց բան անել։ 10 օր հետո Պորտուգալիա, 15 օր հետո Գերմանիա, այսպես երկու էլի ինքը ապրում է դրանով, բայց սակվել պետք է, խնդրում եմ լսիր, ես մի շապիկ ավել եմ մաշել, ինձ լսիր խնդրում եմ, և դիմիր այդ պարտադիր, բայց ինչ ասեմ, եկուզ մի քիչ բան, մի քիչ վնեց խամ բանը, բայց իմ միակ երազանքն է, որ 3 որդի ունենամ, ես երազանք երբեք չեմ, ես ունեցել եմ նպատակներ եմ ունեցել ու հասել եմ դրանց, բայց երազանքն է, որ 3 որդի ունենամ։ Որ ուժն է, որ պետք է զսպի տղամարդը, կնոջ եւ մոր, միգուցե անգամ դստեր մոտ։ Ժողովրդի մեջ ընդունված բան է, ասում են տղայից ինչ ա լինում, ասում են տղա, լավ տղայից ինչ ա լինում, ասում են աղջիկ։ Ես կյանքումս մի դեպքում եմ գլուխ կողում, դա հետևյալն է, որ հիմա կասեմ։ Ես փոխել եմ այդ սկզբունքը, ասում եմ տղայից տղա է անում, լավ տղայից է զույգ տղա է ես եմ։ Մի ավագ որդի ունեի, հետո զույգ տղա էլ ունեցա։ Խնդրում եմ դու պատասխանի կամքի ուժի ցայտուն դրսևորում է, Տեսեք, տղամարդը ընտանիքում իր ուժը դրսևորելը միայն ու միայն հարգանքով, փոխադարձ, ներդաշնակ, շփումն է, առողջ մտածելն է, չգիտեմ, ճիշտ դաստիարակությունն է, հոգատարությունն է, մայր ծնողի մոտ այն հոգատարությունը, այն սերը, այն ջերմությունը մինչ այսօր իմ եւ մայրիկիս եւ հայրիկիս հետ այդում եմ նստում եմ իմ պլանները, իմ, չգիտեմ, նպատակների մասով խոսում եմ, կիսվում եմ, խորհրդակցում եմ,
այդ է կարևոր են ճիշտ խորհուրդները իմ հայրիկից ընդունում եմ, որովհետև վերջո մեկ շապիկ էլ, երկու շապիկ էլ, 10 շապիկ էլ ավել են մաշել ու երբեք ծնողը իր երեխայի վատը կցանկանա, երբեք ոչ։ Դրա համար այդ ամեն ինչը հետում եմ կիսում ստանում եմ։ Այդ ուժեղ տղան կարող է նստել, հա, եւ զրուցել մոր հետ, լսել մոր խորհուրդը, հոր խորհուրդը։ Իհարկե, եւ առաջնորդվել։ Եվ առաջնորդվել։ Ես հիմա, ես ուղղակի 17 տարեկանից մենակ եմ ապրում։ Բացարձակ։ Ես իմ տնեցի Կազախստան են ապրում, ես մենակ եմ ապրում։ Ես այտենց որ այտենց անկեղծ ենք էլի խոսում, չեմ ուզում ասեմ այն ինչ որ պետքա լսեն։ Ես այտենց տնեցքի հետ ուշուշ եմ տնեցքին տենեմ, իրան Կազախստան են, ոչ թե հա, ես բանա, այտենց որ նստեմ, խոսամ եւ այլն, այտենց դեպքեր չի եղել, որտեղ ես մենակ եմ ապրել, Ամերիկայում մենակ ապրել, Հունաստանում մենակ ապրել, տնեցի Կազախստան են։ Հա, ու բանա, այտենց դժվար է, ով է օգնում, որտեղից այդ խորհուրդները։ Ես այտենց փոքր ժամանակից ուզեցել եմ ինքնուրույն լինեմ, ամեն ինչին ինքս ինձնով հասնեմ, ու չնայած դրան որ Կազախստան փառք Աստծո ամեն ինչ նորմալ էր կար, ես այտենց եկա Հայաստան, ամենադժվար օրերը տեսա, բայց բան չարեցի, վատ շրջապատ չընկա, ու թե գնում էի պարապմունքին, թե գնում էի անգլերենի պարապմունքին, թե գնում էի համալսարան, դասերի լավ էլ սովորել եմ, Գիտությունների ազգային ակադեմիան եմ ավարտել, 3-4-ով, կստացի կարմիր դիպլոմի էի գնում։ Մարդիկ էս պահում էր, ասում ես քայլը մի արա, թե դու ինչ։ Չէ, դրա համար էլ ճիշտ ասած շատ այտենց ինչ որ բաներ ա եղել, որ էմոցիաների վրա, բայց դե փառք Աստծո ես միշտ եմ որ ասում եմ իմ բանը միտքն ռազում, հա, ասենց ասեմ, տեղն ա եղել, սառը դատել եմ, 100 անգամ չափել եմ, նոր ինչ որ բան արել եմ, ու փառք Աստծո ինչ էլ արել եմ կամ ասել եմ, միշտ եղել է հիմնավորված, երբեք այտենց չմտածված քայլերի չեմ գնաց, էլի թե սպորտում, թե կյանքում։ Ուժեղ տղան պետք է վախենա կնոջից, պարոն Վարդանյան։ Ես էլի վերադառնում եմ անպայման իմ սիրելի Կամոյին։ Նայեք, ես մի բան ասեցի, որ լրիվ պատանյակ էր, աշխարհի առաջնությունից եկել է 29 տարի առաջ, արծաթե մեդալով Սարգիս եւ ինքը ունաթով դժգոհ։ Հունգարիայում հաց չէի ուտում, 4 օր հաց չեմ կերել։ Որ արծաթե մեդալ։ Որ արծաթե մեդալակիր դարձա։ Այսինքն ես ասի չէ հաղթողի հոգեբանությունը, հաղթողի մարդը, այդպեսին է։ Ինքը ես շատ լավ գիտեմ, իր ամբողջ կենսագրությունը շատ լավ գիտեմ, ինքը իր ճանապարհը իսկ ոնց որ ես այդպես հաղթել անձամբ մենակ։ Դուք եք մենակ, այո։ Ես 70 թվականից մտել եմ հեռուստատեսություն, հայրս մահացել է, դրա համար եմ մտել հեռուստատեսություն, դպրոցի 10-րդ դասանից ես աշխատել եմ, ինչ է փառք Աստծո այսօր, տեսնեք ինչքան կգնա։ Դրանից առողջականը բանա ներումա, բայց ոնց ասեցի, հույս ունենք դեռ կգնա, այսինքն հույս ունեմ ես Սարգսին կանդրադառնամ դեռ։ Ուժեղ տղամարդը պետք է կարող է լաց լինել, թե դա հարիր չէ եւ հատուկ է թույլերին։ Իհարկե, պահեր են գալիս, հուզական, էմոցիոնալ պահեր, ես նայել, ես հոստովանում եմ։ Ինչը կարող է ձեզ լացացնել, հուզել։ Ինչ կատարվեց 23 թվականին։ Շատ եմ շնորհակալ համալսարանին, պետական համալսարանին, ինձ արժանացրեցին պետական համալսարանի բարձրագույն պարգև ոսկե մեդալի։ Եվ իմ համար շատ զարմանալի տարօրինակ էր բոլոր դեպքերում։ Սպորտային բնագավառում չկա մեդալ, որ ես չունենամ, էլի շնորհակալ եմ, հիմա ասում եմ դες ունքերս էլ երկարում։ Դոշից կպցնում եմ, տիգան։ Իսկական Բրեժնևն եմ։ Հիմա նայեք, ինձ խնդրեց ռեկտորը մոտենամ խոսափողին, մոտեցա խոսափողին, փակվեց հուզմունք եւ սկսեց գնալ։ Ռեկտորը վեր կացավ եկավ, ասեց դե հիմա տեսեք 53 տարի անընդհատ միկրոֆոնի հետ, խոսափողի հետ բարեկամություն հաստատած մարդը հիմա չի կարող երկու բառ խոսալ այդ բանին, հուզմունքից, անակնկալ ինձ այդ բանից։ Եվ ասեմ, որ էմոցիաները դրանք Անկառավարել էմոցիաները։ Իսկ այս սպորտում նման իրավիճակ է, լաց լինեք, արտասվեք։ Եղել է Սարգսյանը, երբեք լաց եղել դուք եւ արդյոք լաց եղել եք ինչ։ Սպորտում
Չէ, չեմ լաց եղել։ Իհարկե եղել են դժգոհություններ, ոնց որ ասեց մեդալ ա եղել, չեմ համակերպվել այդ մեդալի հետ, որովհետև մեծ նախապատրաստական փուլ եմ անցել, պատրաստ եմ ել առաջինին, դες խալմունք ա եղել, մի փոքրիկ վրիպում ա եղել ու չես կարողանում դա մարսել, որովհետև դա չէր քոնը։ Այսինքն դու չէիր գնաց այդ օթից երկրորդը ստացել կամ երրորդը, որ ուրախանայիր էլի։ Նման դժգոհություններ եղել ա, բայց որ սպորտային այդ մեդալների հետ կապված արտասվեն բան չէ։ Եղել են մարդկային ընկերների կորուստներ, զոհեր, հա, որը շատ ցավալի է եղել ինձ համար ու մեծ տենց ճիշտ եմ տարել, այո, եւ չէ անգամ արտասվել։ Ձեզ մոտ ինձ մոտ ես այդքան էմոցիոնալ մարդ չեմ, բայց բանա, գիտեք, ոնց այդ որ մեդալը արդեն գցում են, դու աշխարհի չեմպիոն ես դառա, այդ մարդիկ տենում են էդի, հա, կամ բոյն են տենում, բայց չեն տենում դրա հետևը ինչա։ Ինչ դժվարություններ, ինչ տանջանքներ, ինչ պատմություններ ու այո, մեդալի հակառակ կողմը ու դե չես կա, այդ էմոցիան չպետք է մեջդ պայես։ Սարգսի հետ համաձայն եմ, էլի ես ավելի շատ հուզվել եմ իմ ընկերների կորուստներից, թե պատերազմի ժամանակ, թե տենց կյանքում, բայց դե սպորտում էլ եղել է էլի, որ այդ ամեն ինչը պետք է մեջ չպայես։ Իսկ զսպելու կարիք չկա։ Իհարկե, թե կյանքում, թե սպորտում ինձ թվում է, Այս սիրո մեջ, այս սիրո։ Այդ բաներից հերոյ եմ ես, չգիտեմ։ Լավ, սիրոց Չէ, բայց այս որ ամուսնության մասին խոսք գնաց, հիմա արդեն լուրջ դրա մասին մտածում եմ, հիմա արդեն կա աղջիկ ու մեծ որ շփվում եմ ու հուսով եմ մի տարիներ անցնի արդեն։ Մի 10 տարի կմտածի, հա։ Չէ։ Առաջարկում եմ այս պայն պատական համար հավաքենք եւ փորձենք նաեւ մեզ հետևորդ հեռուստայտողին կամ ակնդրին հարցնել թե ուժեղ մարդու ով է կյանքում, բայց պետք է ասենք ձեզ հենց ով հիմա այդ քայլի գնով կզրուցի կզարդարի։ Ոնց ասեք։ Ասենք, հավաքի։ Ասենք երկու թիվ պատահական։ Սարգսյան երկու թիվ։ Ով է։ Հավաքածամարը սխալ։ Գիտային երաժշտության մեր կրկին փորձեր։ Դե այս օպերատորը Երկու համար էլ հավաքեք։ Իմ սիրած տվերը 5 Ես նոր 5-5 հավաքեցի էլի։ Վայ։ Ձեր հավաքածամարը սխալ է։ Բարև ձեզ։ Ներողություն եմ խնդրում ձեր համարը պատահականորեն ընտրելու համար եւ մի հատ հարց, ընդամենը մի հատ հարց եմ խնդրում պատասխանեք։ Ըստ ձեզ ով է ամենաուժեղ տղամարդը։ Միայն այս մի հարցին խնդրում եմ ուղղակի պատասխանել։ Եվ շնորհակալություն ձեր ժամանակը խլելու համար։ Ում եք խոսում, բայց Ում եք խոսում։ Կարևոր չի։ Ես ինձ կճանաչեք, բայց չեմ ուզում անունս տամ։ չէ, պետք է ասեք ում եք խոսում, ես մոռացկենամ։ Դե լավ ասեմ։ Հանրապետության վաստակավոր լրագրող 50 տարուց ավելի սպորտային մեկնաբան Ռուդիկ Վարսելյան։ Դերոստատեսության։ Ռուդիկ Վարսելյան։ Ռուդիկ։ Իմ այդ հարցը չեք տալի, այսինքն Որտեվ եթերում ենք ուժեղ սպորտսմենների ներկայությամբ, ուղղակի ուզում եմ պատահականության սկզբունքով ընտրել ենք համարը։ ամենաուժեղ տղամարդը, ամենաուժեղ տղամարդը կարող է իր կոնկրետ ասեք տարբեր ձևով parasպեկտաբանել։ Ըստ ձեզ։ Արդեն ասում եք։ Это էլի դες տղամարդը որը Շատ լավ։ քասիկո վարժանապատի։ Ահա, որակներ, որոնք մեր օրերում այդքան էլ Դա չեն կարող մեր պակասում է մեզ այդ մեր օրերում ուղղակի։ հասցնելու, բայց չէ դիմա շատ բանա փոխվի։ Չգիտեմ ձեր անունը, շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ Լույսը վարիր հաղորդաշարից է զանգա, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ, ես ձեզ եմ ողջունում։ Լավ մնացեք, շնորհակալ ենք։ Հաջողություն։ Լսեցինք հատկանիշները, որոնք են, որով պետք է օժտված լինի։ Ասացինք Իր պատասխանը անկեղծ ասեմ, իր պատասխանը ինձ եւս մեկ անգամ ուշեց, թե այսօր մեր ազգին ինչ Ինչ է որակներ պակասում։
Հենց այնպես չի։ Հասի, հա, մի քիչ ոչ այնքան հայկական, բայց այդ նամուսը ավելի արժանապատվություն։ Այս երեքը ասեց արդեն բավական է։ Ահա։ Ես ասում եմ սա սրտի ցավով։ Այո, դրանք այսօր մեզ շատ են պակասում։ Մենք ուրախ ենք, որ այդ պայմանով ոչտված է մեր այսօրվա հյուրերը եւ ուզում ենք գավակ բարձրացնել ուժեղ մեր հյուրերի համար։ Իսկապես իրավի ուժեղ անձնավորություններ եւ մենք հպարտենք, որ մեր ազգի մեջ եւ պակաս չեն, կան, այո, կան ուժեղ տղաներ եւ այստեղ հանձինից ձեզ եւ նրանց վրա է որ կառուցվում է մեր ազգի դիմագիծը, չէ, ուժեղ տղաների, ովքեր ինչպես արդեն վերոնշեցինք ունեն նամուս եւ արժանապատվություն։ Ձայնը լսել։ Այո։ Վանարզի ձայնը։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ։ Մտքերի եւ կարծիքների համար։ Դե իսկ մենք կհանդիպենք արդեն մեկ շաբաթ անց։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։